Ողջույն բոլորին, բարի գալուստ դիմալիք, ոնց խոսք է տալի տեղադրում եմ երկրորդ մասը, մեր տան վերանորոգումը, առաջին մասը արդեն կա, ընդ հիմնական գնում անդրամասին, թե ոնց ենք մենք ստե քանդում, ջարդում, սա վարի ենք տալի, փեջը ջարդել ենք, պատը ջարդել ենք, լուսամուտները, ոչմ շատ բաներ ենք ջարդել, իսկ այս տեսանյութում հազիվ հազ, մենք սարքում ենք, դզում ենք, փչում ենք պատերը, պոլերը, և լիքը բաներ էլեկտրականությունն է և հազիվ մենք տեսնում ենք, թե որտեղ մենք փող ծախսել, որովհետև ծախսում ենք ու չենք տնում, թե ինչ ընդհանրապես արել։ Ինչ գնանք և ցույց տամ ամեն քայլը։ Մենք բրծել ենք նրանով, որ նոր տարի էր սկսվում, մենք գնացինք ծնողների մոտ, իսկ աշխատողները պետք է գային, որ շարունակեին։ Մեր աշխատողները իհարկե մի քիչ ուշացան, չեկան, հետո մի պահ եղավ, երբ ասեցին իրանք, որ ուրիշ տեղ գործ են գտել ու մի շաբաթ պետք է մենք ավել սպասենք, այդտենց անպատասխանատու աշխատողներ էինք ճարել, բայց մի քիչ հետո արդեն դրանց փոխեցինք և հազիվ գործը գնաց։ Դե ինչ, перемотаем назад ու տեսնենք, թե ինչ քայլեր ենք մենք արել։ Մի հատ կոֆե չայ սարքում եք ու միանում եք ինձ։ Ամենակարևոր գործերից մեկը դա էլեկտրականությունն է ու տեսնում եք, թե ինչքան լարեր են քաշել, ամեն սենյակը դա համ ռիզետկն են, համ լույսերն են, դուրսն էլ մենք միացրել ռիզետկը, որ կարողանանք զարդ կանենք մեքենան։ Ոնց տեսնում եք, ահագին գործը արել են, ահա եւ արդյունքը։ Մեր մյուս քայլը կատյոլ միացնելն է։ Կարելի ասել, որ այսօրն էլ մեր համար փորձություն եղավ, որովհետև կատյոլը չէր միանում, ջուրը սառել էր, աշխատողները անդադ պատճառ էին գտնում, թե ինչն է փչացել, ինչ որ ճիշտ չի ու արդեն չգիտեինք ինչ անենք, բայց վերջապես մենք դրեցինք եւ աշխատեց մեր կատյոլը եւ տունը սկսեց տաքանալ։ Այստեղ ես պատմում եմ, թե ոնց է մեր կատյոլը աշխատում, մեր տները տաք է հազիվ հազ, մենք կատյոլեն առել ենք նաեւ ինվեկտոր, ակումուլյատոր, որ ինքն իրան, եթե լույսերը գնա, ես ասել եմ լույսերը ժուժտ են կտրում, լույսերը եթե գնա, ինքն իրան պահի եւ մեր տունը հոշ մի րոպե չմնա սառը, միշտ տաք լինի։ Իհարկե, այս ամեն ինչը ինչ մենք ավելացրել ենք, այս ինվեկտոր, ակումուլյատորը եկա թանկ է մեր վրա նստում, բայց առանց դրա չի ստացվի, անպայման պետք է դրվի։ Եթե նաեւ մեր լույսերը միշտ տային, մեկը այս ամեն ինչը պետք է առնել, որ ապագայում եթե կտրվեն լույսերը, միշտ ունենանք տաքություն տունը։ Առաջվա վիդեոն ցույց էի տալի, որ մենք ստեղ փեջ կար, մենք ջարդել ենք, էսի պետք է փագենս պատը եւ այս կողմից կլինի մուտք դեպի մեր բաղնիկ եւ զուգարան։ Իսկ ուրիշ կողմից մեր մոտ լինելու է խոհանոց։ Մեր աշխատողները մեզ սկսում են հիասթափեցնել, գործը երկարացնել ու մենք անհամբեր սպասում ենք, թե երբ է գործը առաջ գնալու։ Մի քանի օր անց մենք ունենք առաջի արդյունքը, տղեկը խփել են մետալոպրոֆիլը, տեսեք ինչ արդեն հույսեր ենք կապում, որ շուտով կտեղափոխվեն, տեսնում եք, ստեղ կարեդորը, ստեղ բաղնիքը, ամեն ինչ թվում է լավ, հետո խփում են գիպսակարտոնի վրա ենք ահագին ուրախանում։ Այս պահին նոր հասկանում ենք, թե որտեղ մենք փողերը ծախսել, թե որտեղ մեր ուժերը գնացել եւ արդեն տեսքի է գալի մեր տունը, չգիտեմ, ուղղակի շատ ուրախ ենք, որովհետև գիտենք, որ շուտով այդ օրը մոտիկանում է մեր տեղափոխվելու։ Մեր ձեռները քորը գալի, մենք չենք կարող առանց գործ նստենք, դրա համար շաբաթ կիրակի միջև մեր մոտ աշխատողները ոչ մի բան չեն անում, մենք որոշում ենք այս երկու սենյակը պատրաստենք, ներկենք, վերացնում ենք բոլոր կաղույքը, որը մեզի խանգարում է, աբոյիկը հանում ենք, ներկում ենք, երկրորդ օրը մենք զբաղվում ենք երկրորդ սենյակով, ոչ մի րոպե չենք նստել, որովհետև մենք ուզում ենք շուտ տեղափոխվենք, ամեն ինչ անում ենք, որ արագ լինի։ Մեր աչքները թարթեցինք և տղեկ արդեն քսել են շպակլովկա, պատրաստել են պատերը, որ հետո պետք է գաջեն ու ներկեն։ Իսկ մեր բաղնիքում լրիվ լինելու է պատերը պլիտկա, մեկ էլ հատակն է լինելու լրիվ պլիտկա։ Այս պահին ճիշտ ասած մենք արդեն պետք է տեղափոխվենք, բայց հələ ռեմոնտը շարունակվում է։ Մեզի բերում են դիվան, որտեղ երեխեքն են քնելու։ Так, մենք ռակուն ենք վերցրել, հələ տեսեք, սիրուն։ Էսի մեր հայլինը, դռները, տեղաշորը։
այս կարեդորն է, մեր տեսեք ոնց են սարքեմ։ Так, էսի բախնիկն է, զուգրան անելու, դուշավոյը ու մնացած բաները։ Հետո էստե կուխնին, տեսեք ոնց են սիրուն սարքել, ստեղ թողել են տեղ պլիտկի համար։ Այսօր մեզի բերան կարավաթը, երկրորդ էսի ու ընդեղի կարավաթը իրար նման է, պրոստո էսի աչն է կայնում, ենի ձախն է կայնում։ Իսկան բաներ։ Արդեն կարելի ասել, որ հաշված օրեր են մնացել, որ տեղափոխվենք։ Ես ու Ստեփան ամեն նոր առավոտ հելնում ենք ու գնում ենք մեր տունը, բայց սկզբից իհարկե մտնում ենք մի հատ McDonald's, մի հատ սուրճ ենք խմում միտեղ, հետո նոր գնում ենք մեր տանը, որ տեսնենք ինչ գործեր կան, ինչ ենք բաց թողել եւ ինչ կարանք անենք մեր ձեռքերով։ Տիշկի, մեր աշխատողները խոսք են տվել, որ այս շաբաթվա ընթացքում իրանք կծածկեն պոլը պլիտկով, մեկ էլ բաղնիքի կեսը։ Ու դռները կդրեն, հա, այդ ընթացքում մենք կտեղափոխվենք, դե ինչ, սա կանամսեց ու արդեն մի քիչ կավելանա մեր ռեմոնտը։ Ու մի քիչ ավելացել է մեր ռեմոնտը, հիմա անցնենք ու ցույց տամ, ինչը ավելացել, ուրեմն պոլը լրիվ վերջացրել ենք, մաքրել են, սրբել են ու արդեն փակել են, այսպես այնտեղ էլ, սա ցելոֆանով փակել ենք, որ մաքուր լինի։ Էսի մեր բաղնիկն է, հազիվ վերցրել ենք աշխատող, ինքը արդեն էս պատերն է սարքում, կլաս, բոմբա, էսի մի օրում արել է այս մարդը, հələ տեսեք ինչ ապրի, հələ ստե սիրուն չոտկի, ոնց որ պետք է։ Ոյ։ Նրանց հետ իշքան չարչարվեցինք, չես ծախում։ Սպանում էին մեզի արդեն։ Էսի մի օրում արել, վաղը բրծծնում է, հետո քսում է այս արանքները ու վсё, մենք արանք արդեն մեր զուգարանը դնենք։ Տեսեք ինչ ապարատուրայով աշխատում, նրանք չունեին սենց բան, հələ տես։ Հա, շատ ակուրատնի աշխատում ես մարդը, շատ։ Եկել է, զարմացել ասում են, չես տեսախ կեղտոտ ես պոլեր պիտի մաքուր լինի, բալգարկով հատուկ վերցրել է ու այդ արանքները մաքրել է, որովհետև արանքները արդեն փակվել էին, չեն կա, չես կա, քսես հաշին բան։ Անենք մեր ֆոկուսը նորից, անենք սենց, ու ինչ մի բան ավելանա մեր տան մեծ։ Մեր բաղնիք պատրաստ է։ Կլաս։ Սիրունա։ Так։ Դե ինչ մենք անցնում ենք մյուս էտապին, հավաքրտում ենք ստե, սենյակները պատրաստում ենք, որ մեր ընտանիքին բերենք արդեն մնանք ստե։ Ուրեմն ինչ պիտի անենք այսօր, ստե պիտի հավաքենք կուխնին, ստե սենյակը, տեղաշորները պետք է բացենք, երկու տեղաշորը պետք է բացենք այս սենյակում, ստե պետք է լավ մաքրենք, պիտի ազատենք այս սենյակը, մաքրենք, լրիվ ինչ կա չկա տանենք դուրս, այս սենյակը մի քիչ տխուր է, բայց ոչինչ, մեր սպասվում է իրա հերթանը չի եկել։ Մենք արդեն ուժոս պարան, բայց վերջացրեցինք մեր գործը, ստե հավաքանք ու մեր կողնին դրեցինք ռակովինը, նույնքիչ լովնը, հələ չենք միացրել, գազովի պլիտեն, սենց շկարն է ուղղակի,
մեր սեղանը ժամանակավոր, հետո մեր զուգարանը սաղ դրեցինք, վաղ կախենք հալին, սուշիկը, այդտեղ աշորները բացեցինք, մի հատ աշոր, ու երկրորդը, հետո պետք է բերենք երեխեքի տեղ աշորը, այս սենյակը արդեն մի քիչ հավաքել ենք, զիբիլները տարաթափել ենք։ Օր երկրորդ, երբ մենք պատրաստում ենք տեղափոխվել մեր տունը, երեք մենք հավաքեցինք, հիմնական բանը արանք, այսօր վերջացնում ենք, մենք այսօր որոշել ենք դնենք, տեղադրենք դռները, սկզբից զանգեցինք վարպետներին, վարպետները այսօր վաղ ու չի ստացվում մոտները, որոշեցինք взять дело в свои руки, в общем, ու մենակ նրա սկսենք փորձենք դռները դնել։ Так что այսօր դնում ենք դռները, տեսնենք թե ոնց կստացվի։ Տատկեցի պրոստո, հենց նոր դրանք ես դուրը։ Այս զուբի, չոտքի զուբի վատը։ Մենք ժամը 11:30-ը չարչարած, տանջված, ցույց տալիս եմ մեր վիճակը, Ստեփան հոգնած, դրանք դռները, 4 հատ դուր, հա, շատ դժվար է դնել, շատ դժվար է, այ հավատացեք, ավելավա, նասլավա, հավատացեք, շատ դժվար է, հիմա հոգնած ենք, պետք է գնանք տուն, հա, հիմա ասում եմ ավելի լավ չի մնանք ստեղ, հա, բայց մենք ստեղ չենք կամրանք, որտեղ դռները դրել ենք, դռները չի կարելի բացել, չկա որտեղ քնել, կա երկու հատ աշոր, բայց դուր են դրել ու չի կարելի դուրը բացել։ Ոյ, դրա համար ռուկի в ноги, как говорится, ու գնում ենք տուն։ Մեր ընդհանուր ուժերով մենք լիքը գործ արեցինք և արդեն կարելի է տեղափոխվել։ Տեղափոխվելն էլ ահագին ստրեսային էր, ես մտածում եմ մի քիչ հեշտ կլներ, բայց ուներ իր դժվարությունները։ Դե դրա մասին արդեն մյուս տեսանյութը իհարկե, ու դա կլինի արդեն մեր ֆինիշը, իսկ ես ուզում եմ բոլորին շնորհակալություն հայտնեմ, որ իմ հետ եք, որ բաժանորդագրվել եք, լայք եք դնում ու բարի կոմենտներ եք գրում իմ համար, բոլորին շնորհակալություն և ով չի բաժանորդագրվել, բաժանորդագրվեք, շնորհակալ եմ բոլորին։ Հանդիպենք մյուս տեսանյութում։